Հայկական իրականության մեջ որն է ավելի դոմինանտ, մեղքի զգացումը, թե ամոթի զգացումը։ Իրենք իրար մոտ են, բայց եւ այնպես շատ տարբեր են իրարից։ Դաստիարակության մեջ, հայկական իրականության մեջ եւ ամոթի եւ մեղքի զգացման դնելու տարերը արհեստականորեն շատ են։ Ինչպես են դաստիարակում սովորաբար երեխային։ Ամոթ է, մեզ խայտառակեցիր, մեր անվան հետ խաղացիր, չի կարելի, էս ինչ արեցիր, դու որ արեցիր ուրիշները քո մասին ինչ կկարծեն։ Հասկանում եք, սրանք արտահայտություններ են, որոնք որ բազային ամոթ են առաջացնում մարդու մոտ եւ սրանից տարիներով անձը կարող է չփոխվել։ Եվ մյուս վտանգը այն է, որ որպես կանոն հայկական իրականության մեջ անձին դիտարկում են ընտանիքի անդամ, ցեղի անդամ, տոհմի անդամ։ Այսինքն դու արեցիր մի բան եւ գցեցիր մեր անունը, վնասեցիր մեզ եւ մարդուն այդպես է դաստիարակում են։ Այնպես արա, որ հայրդ ու մայրդ գլուխը բարձր մանգան։ Հաճախ մեր հասարակության մեջ այդ պարտքը դրված է կնոջ ուսերին եւ այդ կնոջ հագ ու կապով, պահվածքով, ապրածով որոշվում է մի ամբողջ գերդաստանի պատվի հարց, չէ՞։ Մի քիչ շատ է մի հոգու համար բեռը մի քիչ շատ է։ Կինը միշտ